Բարև ձեզ, Արարատ Նյուզի տաղավարում է Երևանի ավագան ու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալի Սինորյանը։ Բարև ձեզ, Տիկին Սինորյան։ Բարև ձեզ։ Տիկին Սինորյան 3 ավագանու նիստում ներկայացվեց զեկույց, ըստ որի 1991 թվականից ի վեր Երևան քաղաքում շուրջ 70 մանկապարտեզ է լուծարվել եւ օտարվել։ Կխնդրեմ մանրամասնել զեկույցը եւ նշել ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շուրջ 6 ամիս առաջ նախաձեռնեց մի նախաձեռնություն, որի համաձայն ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը հետաքննելու էր անկախությունից ի վեր, թե որքան մանկապարտեզներ են օտարվել Երևան համայնքից։ Զեկույցը արդեն կազմվել եւ պատրաստ է եւ հիմնական օտարումները տեղի ունեցել 1997-ից 2007 թվականի ընթացքում եւ այդ ժամանակահատվածում Երևան համայնքից անհասկանալի տարբերակով օտարվել է շուրջ 70 մանկապարտեզ եւ պատճառաբանությունները շատ տարբեր են եղել այդ օտարումների, իբր թե երեխաների քիչ քանակ եղել, սեյսմիկ պաշտպանություններ ոչ տեղին եղել եւ շուկայականից 10-20 անգամ էժան գներով դա օտարվել է անհասկանալի կազմակերպությունների եւ այդ ամբողջ զեկույցը պատրաստ է մեր խմբակցության կողմից եւ համապատասխանաբար առաջիկա օրերին մենք դա ներկայացնելու ենք քննչական համապատասխան մարմիններ, դատախազություն եւ արդեն իրավական, որպեսզի ուսումնասիրեն իրավական տեսանկյունից եւ հասկանան թե ինչպիսի հետևանքներ պետք է ունենան եւ այդպես։ Իսկ կան տեղեկություններ, թե հատկապես որ շրջանում է ամենաշատը եղել եւ ովքեր են եղել դրանց շահառուները։ Ամենաշատը, որ օտարումները տեղի ունեցել կենտրոն վարչական շրջանում են եղել, հիմնական մանկապարտեզները այնտեղից եւ Շենգավիթ վարչական շրջանում եւ գրեթե չի եղել մի վարչական շրջան, որտեղ որ օտարում տեղի չի ունեցել եւ հիշեցնեմ նաեւ այն հանգամանքը, որ այն ժամանակահատվածում ովքեր են եղել իշխանության եւ ինչ մեխանիզմներ են կիրառվել այդ ժամանակահատվածում եւ նաեւ հիշեցնեմ, որ այս պահին այն մարդիկ են իշխանություն ձգտում, որոնք որ ասում են Հայաստանի Հանրապետությանը պետք չեն ոչ դպրոցներ, ոչ մանկապարտեզներ, այլ անհրաժեշտ են միայն գործարաններ, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան, եւ այդ համատեքստից ելնելով նաեւ նույնիսկ չեն պատկերացնում, որ գործարանները ոչ թե պետությունն է կառուցում կամ համայնքը կառուցում, այլ պետությունը ուղղակի համապատասխան բարենպաստ միջավայր է ստեղծում գործարան կառուցելու համար, տնտեսական զարգացման համար։ Նիստում Մայր Հայաստանի Սամվել Հակոբյանը դժգոհում էր, որ չի ներկայացնում, թե որ քաղաքապետի օրոք որ մանկապարտեզներն են օտարվել։ Ես երեք նիստի ընթացքում էլ հարց բարձրացրեցի եւ հիմա էլ եմ կրկնում Սամվել Հակոբյանի հայրը առաջին եւ երկրորդ գումարումների ազգային ժողովի պատգամավոր է եղել եւ իր պատգամավորական գործունեության ընթացքում այդ ամբողջ օտարման գործընթացը եղել եւ ինքը նաեւ հանդիսացել է կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի անդամ որպես խորհրդանական վերահսկողություն անող անց, ինչու Սամվել Հակոբյանի հայրը այդ ժամանակահատվածում տվյալ հարցերը չէր բարձրացնում եւ ինչու չէր բարձրացնում այն հարցերը, ինչպես տեղի ունեցավ Գույք Բարտի դիմաց ծրագիրը, ինչպես օտարվեցին եւ թալանվեցին ամբողջ երկաթգծի գծերը Սյունիքի մարզում, ինչու իր հայրը Քոչարյանին տվյալ հարցերը չէր ուղղում։ Ինչու չէր ուղղում այն հարց, թե Երևան համայնքում հանվեցին տրամվայի գծերը։ Ամբողջ աշխարհը գնում է դեպի էկո տրանսպորտային միջոցի, իսկ 2000-ականներին ուղղակի անհասկանալի պատճառաբանությամբ հանվեցին այդ տրամվայի գծերը եւ անհասկանալի տեղեր գնացին։ Սամվել Հակոբյանը այդ բոլոր հարցերը կարող էր հորը տալ եւ այդ հարցերի պատասխանը ստանալ։ Վերադառնանք կրկին Երևանի խնդիրներին։ Երևանում այս օրերին մեծ խնդիր է առաջանում փոսերից, հանրային տրանսպորտը, ավտոբուսները հաճախ չեն կարողանում անգամ այդ փոսերը անցնել, այս մասով ուսումնասիրություն արվում է, երբ կսկսվի աշխատանքները։ Տեսեք, այս տարի մենք ունեցել ենք վերջին տասնամյակում Երևան համայնքում ամենաշատ տեղումների քանակը, եւ բնականաբար աղ եւ ավազն ամբողջ քաղաքով մենք մատակարարել եւ համապատասխանաբար օգտագործել եւ դրանից վնասվել են ասֆալտային որոշ հատվածներ։ Ամբողջ հատվածները գույքագրված են եւ փորձնական մեր համապատասխան վարչությունները փորձել են փոսալուծման աշխատանքներ կատարել այս եղանակային այս պայմաններում։ Սակայն նույնիսկ 30%-ը չի պահվում փոսալուծման աշխատանքների հաշվի առնելով դրսի եղանակը, նորից ձյուն, նորից անձրև, եղանակները անմիջապես
լավարկելուց հետո, երբ որ եղանակները կբացվեն, սկսվելու են աշխատանքները, մեզ մոտ ամբողջությամբ կան գույքագրված Երևանի որ հատվածում են այդ փոստերը եւ որ ինչ չափերի են, այսինքն համապատասխան վարչությունները դա իրենց մոտ ֆիքսած ունեն։ Այնուամենայնիվ դժգոհություն կա, որ վատ որակի ճաքեր ունեցող ասֆալտի դեպքում է, որ հետո նման չափի փոստեր են առաջանում։ Տեսեք, ես նույնիսկ եմ կրկնում Երևան համայնքում վերջին տասնամյակի ընթացքում եւ դուք եք կհիշեք վերջին անգամ Երևանում 2016 թվականին է այս քանակությամբ ձյուն եղել եւ արդարացիչի նման պնդումները այդքանը կարող են մեկնաբանել։ Տիկին Սինորյան, վերջին շրջանում կրկին ավելի ճիշտ առհասարակ հանրային տրանսպորտը շարունակում է ծանրաբեռնված մնալ, այս մասով նոր փոփոխություններ երբ սպասենք։ Տեսեք, հանրային տրանսպորտի սպասարկման օրակարգը մեր առաջնային օրակարգերից է եւ առաջիկա ամիսներին մենք կունենանք տրոլեյբուսների մի քանակ, որոնք որ հավանաբար ապրիլից արդեն կսպասարկեն մեր քաղաքացիներին եւ նախատեսում ենք 250 ավտոբուսներ, որոնք որ կհամալրեն Երևանի պարկը եւ վերջնականապես մենք կլուծենք հանրային տրանսպորտի հետ կապված որոշակի հարցեր ծանրաբեռնվածությունը։ Ինչ ժամանակահատվածում։ Առաջիկա ընթացքում կոնկրետ ժամկետ չնշեմ ավտոբուսների հետ կապված, սակայն տրոլեյբուսները նախատեսվում են մինչեւ ապրիլ-մայիս արդեն սպասարկեն մեր համակարգացիներին։ Շեղվենք թեմայից, երեք Գարեգինբն հայտարարել էր, որ իշխանությունը շարունակում է թիրախավորել եկեղեցուն ու նշել էր, որ հրամայական է հոգևորականները հետևեն եկեղեցու կարգերից, որն է ձեր մեկնաբանությունը։ Գարեգին բան Կտրիշ Ներսիսյանը իսկ ինքը հետևում է այդ բոլոր կարգերին։ Ինքը իր դրված մամուլի հաղորդագրությունը կարդացել է երկրորդ անգամ։ Եվ ես եւս մեկ անգամ եմ նշում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեր իշխանությունը եկեղեցու դեմ որևէ բան չունի։ Քաղաքացիական պայմանագիրը եւ մեր իշխանությունը խոսում է այն հոգեվորականների մասին, ովքեր որ խախտել են բոլոր այն կարգերը, որոնք որ հենց Գարեգինը Կտրիշ Ներսիսյանը մեջբերում է։ Եվ մայրաթողը դարձնել քաղաքական խորհրդատվությունների գրասենյակ անընդունելի է եւ հոգևոր սքեմի տակ զբաղվել քաղաքականությամբ անընդունելի է եւ դարձնել այդ ամենը շահարկման առիթ անընդունելի է։ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը, որը ըստ էության պետք է Գարեգինբեին հեռացներ մայրաթողից, կարծես թե որևէ առանցքած այդ մասով չկա։ Տեսեք, իրենք հայտարարությունը համապատասխանաբար տարածել են եւ գործընթացները շարունակվում են։ Ես նորից եմ կրկնում, Կտրիշ Ներսիսյանը այդ լավաշ տեքստեր գրելուց առաջ պարզապես կարող է պատասխանել մի շատ պարզ հարցի։ Ինքը խախտել է ուխտը թե ոչ, նա զավակ ունի թե ոչ։ Մենք ամիսներ շարունակ այդ հարցը տալիս ենք։ Ամեն ինչի մասին իրենք խոսում են, ամեն բանի մասին մեկնաբանություն են տալիս, բացի այդ հարցից։ Վերջին հարցը Հայաստանում էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը խոսվեց միլիարդավոր դոլարների ներդրման մասին, ըստ ձեզ քաղաքացիները տնտեսական ինչ օգուտներ կարող են քաղել։ Տեսեք, այդ այցը պատմական է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև վերջին անկախությունից ի վեր դա ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստանի Հանրապետություն եւ օգոստոսի 8-ից հետո փաստացի քաղաքական հայտարարությունը դառնում է տնտեսական գործնական փուլ ենք մենք մտնում եւ այդ ներդրումները եւ ամեն ինչը մեր քաղաքացիները առաջիկայում կտեսնեն, որովհետեւ միլիոնավոր դոլարների ներդրումներ են լինելու թե Սյունիքում եւ թե Հայաստանի Հանրապետության այլ մարզերում բոլոր ոլորտներում։ Այսքանը շնորհակալ։ Ես շնորհակալ։